Իրանը քաղաքական և ռազմավարական մեծ նշանակություն ուներ։ Այն անմիջապես դարձավ ԱՄՆ արտաքին քաղաքականության կարևորագույն թիրախներից մեկը։ Ամերիկայում ռազմավարություն մշակողները, այսինքն Սպիտակ տան ռազմավարություն մշակողները համոզված էին, որ սովետական ուժերը ցանկանում են լիակատար տիրապետություն հաստատել Իրանում, ոչ միայն իրանական նավթի, այլ նաև երկրի ռազմածովային բազաների, միջազգային օդային ուղիների և առհասարակ Իրանի ռազմավարական դիրքի համար։ Իրանի կառավարությունը զգույշ խաղացնելով իր խաղաքարտերը սկսեց բանակցությունները Միացյալ Նահանգների հետ Հյուսիսում նավթի կոնցեսիայի շուրջ։ Սա հանգեցրեց Թեհրանում կրքերի թեժացմանը։ 1944 թվականին Թուդե կուսակցությունը Կրեմլի աջակցությամբ անմիջապես բողոքի ցույցեր կազմակերպեց։ Թվում էր, թե Խորհրդային Միությունը պատրաստ է ուժ գործադրել, հասնելու իր ուզածին և չեղարկելու ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրերը։ Սա ընդգծեց հատկապես արտաքին գործերի կոմիսարի օգնական Սերգեյ Կավտարաձեն, ում Ստալինը ուղարկել էր Թեհրան զգուշացնելով, որ Խորհրդային Միությանը բարկացնելը կունենա լուրջ հետևանքներ։